մենք դարել ենք ոստիկանապետություն։ Ոստիկանական ուժերը իր քանակով հավասարվում են արդեն բանակին։ Սա միակ պետությունն է, որ ունենալով այսքան վտանգներ, ոստիկանը, դատախազը, քննիչները շատ ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան բանակայինը, որը նստած է խրամատում։ Չեմ հասկանում, ես ուզում եմ, որ բոլորը լավ ապրեք, սա ինչ որ ասում եմ, չի նշանակում, որ ես դեմ եմ, որ դատախազը շատ ստանա։ Բայց պարզ ասեմ, ես գեներալ մայոր եմ, 30 տարուց ավել ծառայել եմ հայկական բանակում, չեմ ուզում գլուխ գովալ համարեք, որ ոչ, սենց ասեմ, մի անգամ չի, որ վտանգի եմ ենթարկվել, բոլոր ուղղություններում եղել եմ, ծառայել եմ իմ հայրենիքին, իմ թոշակը, որը իմիջիալոց ես չեմ ստանում, և եղել եմ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, փաստորեն զինված ուժերում երկրորդ մարդը գլխավոր շտաբից հետո, նախարարության մասին չի։ Եղել եմ պաշտպանության նախարար, իմ թոշակը 250,000 դրամ է։ Դատախազության գնդապետի թոշակը 2 անգամ ավել է։ Դուք երևի բազմիցս քաղաքում նստել եք տաքսի և ղեկին եղել են սպաներ։ Մարդիկ, որոնք կռվել են։ Խոսքը գումարի մասին չի, խոսքը վերաբերմունքի մասին է։ Հարց եմ տալի, ով կուզի դառնա ապագայում սպա, ում երեխան, բանակի սպա, մենք խնդիրներ ունենք։ Երբ որ Լեհաստանը գրավեցին, առաջին հերթին գնդագահարեցին 10,000-ից ավել սպա, որտև սպան միակ մարդն է, որ կարա համախմբի և տանի մարտի։ Մեր մոտ բոլոր այդ սպաներին նստացրեցին, պահելով բանտերում, տարիներով, հետո բաց թողեցին, ով է պատասխան տալու, հարց ունեմ ես, եթե զինվորականը մարտի ընթացքում նահանջում է, տանում եք դատում եք, նստացնում եք, պարոնայք դատախազներ և քննիչներ, բա որ քննիչը քրեական գործ է հարուցում, 3 տարի մարդուն տանում նստացնում է, հետո քրեական գործը չի կարում ապացուցի, ինչի պատասխան չի տալ այդ քննիչն ու հսկող դատախազը։ Կամ են դատավորը, որ կալանքի որոշում է հանում։ Կալանքի որոշում է հանում, 3 տարի մարդուն պահում են, գեներալին տանում են բոլոր մարտերում կռված, եղբայր կորցրած, պատերազմի ժամանակ, տանում են 3 տարի կալանավորում են, հետո ասում են փող տուր, որ ազատ լինես, գրավ են նշանակում։ Սա Նիկոլի արդարությունն է։ Արդարություն ՔՊ-ի, ես մի անգամ ասել եմ, որ մի կուսակցության անուն K-ով սկսի, մեր վիճակն էլ էս պետք է լինի։ Շատ մտահոգիչ է, հարգելիներս, շատ մտահոգիչ է, մեր իրավիճակը Հայաստանում, ամեն ինչը ոտքից դրած է գլխի վրա։ Ես համամիտ եմ, մենք քննարկել ենք պարոն Բազյանի հետ, մենք պետք է ունենանք նախագահական երկիր։ Ես մենակ ասեմ, որ նախագահան պետք է ընտրվի 4 տարին մեկ, ոչ թե 5։ Նախագահան պետք է աշխատի իր հայրենիքի համար։
ով որ պայքարում է աթոռի համար, ապագա չունի։ Ապագա Հայաստանի ղեկավարը պետք է հասկանա մի բան։ Ինք ունի 3 ճանապարհ։ Եվ պատրաստ պետք է լինի այդ ճանապարհներին։ Պատրաստ պետք է լինի առաջինը, որ ինք իրան գլխից խփի, պատրաստ պետք է լինի, որ իրան ժողովուրդը կոչնչացնի, եւ պատրաստ պետք է լինի, որ առաջվա Լենի հուշարձանի տեղը իր հուշարձանը կարող է լինի հրապարակում։ 3 ճանապարհից 2-ը տանում է մահվան։ Ով որ գալու է իշխանության, պետք է հասկանա, որ իշխանությունը ինքնանպատակ չէ։ Նպատակը այսօր մեր հայրենիքի ապագան է։ Բարվոք ապագա եւ անվտանգ ապագա ստեղծելն է։ Մեր ժողովրդի համար խաղաղություն կնքելն է։ Բայց ոչ կզած խաղաղություն։ Ես չեմ ուզում, որ մեր երկրի ղեկավարը ընկնի վազվզի ամբողջ աշխարհում բոլորի դեմ կզի իր աթոռի համար, որտեղ հասկանում է ինքը այն վիճակին է, որին չի եղել Սերժ Սարգսյանը եւ իր նախորդները։ Սերժ Սարգսյանը կարար ասեր ես գնացի։ Ինքը չի կարա։ Որտեղ ինքը անես բաներ արել, որ ինքը հասկանում է, որ ինքը ով էլ գա իշխանության, նույնիսկ իր կողքի ամենահարազատ մարդը նա ապագա չունի։ Մեղմ եմ ասում։ Ապագա չունի։ Մենք այսօր հավաքվել ենք եւ ունենք նպատակ։ Նպատակ միավորվելու։ Ես կոչ եմ անում կուսակցության նախագահներին եւ կազմակերպություններին եւ անհատ մարդկանց, որ զբաղվում են քաղաքականությունով, մտնել այս խորհրդի մեջ։ Կուսակցության նախագահները եւ կազմակերպության նախագահները խորհրդի կազմում մենք ունենք այդ համակարգը ստեղծել ենք արդեն։ Խորհրդի կազմում ունենալու են հավասար ձայներ։ Դա չի նշանակում, որ ես եմ լինելու ղեկավարը կամ պարոն Բազեյանը։ Ոչ։ Խորհուրդը պետք է լինի։ Խորհուրդը պետք է ծրագիր մշակի աշխատանքի իրա եւ այն բոլորը, որ հետևելու են այդ խորհրդին։ Մենք ունենք հստակ ծրագիր։ Հստակ ծրագիր։ Ես սպասում եմ, որ մենք ստանանք ցանկություններ խորհրդի անդամ դառնալու։ Նորից եմ ասում, դա չի նշանակում, որ դուք սկսում եք ենթարկվել Կարապետյան արշակին։ Դա չի նշանակում։ Հիմնական որոշումները լինելու են միաձայն, կոնսենսուս, ոնց որ ասում են։ Մենք ուզում ենք ստեղծենք համակարգ։ Նիկոլը այսօր մեր բոլորիս դեմ ստեղծել է համակարգ։ Ինքը պայքարում է բոլորիս հետ համակարգով։ Դրա համար իրեն մենք կարանք գցենք միայն համակարգ ստեղծելով։ Միայն ու միայն, որը կմշակի, ոչ թե կմշակի, ծրագիրը մշակված կա, որին կներկայացվի այդ ծրագիրը, եւ մենք բոլորս միասին կգործենք, ամեն մեկը ինչով կարանք։ Օգտագործելով մեր ռեսուրսները, միավորելով մեր ռեսուրսները, միայն այդ ձևի կարանք հաղթենք իրենց։ Նորից եմ ասում, աշխարհը փոխվել է։ Աշխարհը փոխվել է։ Հիմա ոչ մեկ ոչ մեկին ոչ մի կոպեկ հենց այնպես չի տալի։ Տեսակ որ օգնություններ ձրի չի լինում։ Փաստացի պահանջեցին հետ ամենը չհամաձայնվեց, հանեցին, խփեցին իրա մի տեղին ու խրգեցին, ասին գնա էլ չգաս։ 350 միլիարդ ծախսել են, 500 միլիարդ հետ են ուզում։ Չեմ ուզում բան ասեմ, բայց ես մի երկիր գիտեմ, որ
տալիս է, ասում է 50 տարի փողը կբերեք, 0.01% են վրեն տոկոս ա դնում։ Ուղղել մենք դժգոհ ենք։ Մենք հայ ժողովուրդս պիտի հասկանանք, ինչ ենք անում, ինչի համար։ Ում հետ ենք ընկերություն անում։ Ում հետ ենք ընկերություն անում։ Ես դեմ չեմ ոչ մեկին։ Բոլոր երկրները իրենց շահերն ունեն։ Մենք պետք է հասկանանք, որ այդ երկրների շահերը մեր համար անվտանգ չեն եւ կապահովեն մեր վտանգությունը։ Այս կներեք կհասկանան, որ երկրի շահերը մեզ հետ համընկնում են եւ կապահովեն մեր անվտանգությունը։ Մենք սարքելու ենք լավ երկիր, մենք պայքարելու ենք։ Այս հարկեր, ոնց ասեմ, դեկլարացիաներ, ամբողջը զրոյանալու ես, ոչ թե սա ասում եմ, որ ինչ-որ ձեր դուրը գամ, չէ, մենք ունենք ծրագիր, մենք ունենք սոցփաթեթ, որը մշակել ենք, ապագայում կներկայացնենք։ Մենք ստեղծելու ենք գիտատար արտադրություն, որը եղել է սովետական միության ժամանակ։ Մենք եղել ենք մի ռեսպուբլիկա, որը եղել է ինքնաֆինանսավորման վրա։ Ու հիմնական է գիտատար արտադրություններ են եղել Հայաստանի Հանրապետությունում։ Հիմնականը Հայաստանի արտադրությունը հիմնվել է գիտնականների, մեր գիտնականների մշակված գիտական աշխատանքների վրա։ Մենք դա պետք է վերականգնենք։ Եկան դարանք անկախ երկիր, բոլոր զավոդները քանդեցին։ Պետությունը ոչինչ չստեղծեց 33 տարվա ընթացքում։ Ոչինչ չստեղծեց։ Ոչ մի բան, ոչ մեկ։ Ով եկավ թազա սահմանադրություն սկսեց գրել, ով եկավ սկսեց ծախել պետական ունեցվածքը, տեսեք սովետական Հայաստանը ինչքան ունեցվածք է ստեղծել, որ մինչև այսօր վաճառում են չի պրծնում։ Մինչև այսօր վաճառում են։ Չի վերջանում։ Դե հիմի ասեք, 30 տարվանից ավել մենք անկախ երկիր ենք։ Հիմի խնդրում եմ ասեք, ինչ է ստեղծել, որ պետական գործիչը, որ նախագահան, որ երկրի ղեկավարը, ինչ է ստեղծել պետության մեր ժողովրդի համար։ Տվեք այդ անունը, ես չգիտեմ։ Չեմ իմանում։ Իսկ որ հարցնեմ, ինչն է վաճառել ստանոքները մետալալում սարքել եւ տարել, ես վստահ եմ, դալիճին նստածները ինձանից լավ դա գիտեն։ Մենք գալու ենք ստեղծելու համար։ Մենք ընդամենը 2.5 միլիոնից մի քիչ ավել են, ասում են 2.700.000 են, չգիտեմ, որտեղ թվերն էլ են սխալ ասում։ Ես մի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնեմ, Մոսկվայի 3 շենք, ընդամենը Մոսկվայի 3 շենք, Մոսկվա Սիթիում, օրական 2.5 միլիոն մարդ մտնում դուս է գալիս։ Մենք ինչ է, այդքան շատ ենք, որ վատ ապրենք, մենք ինչ է, այդքան շատ ենք, որ դեկլարացիա գրենք, մենք ինչ է, այդքան շատ ենք, որ չենք կարողանում մեզ ապահովենք։ Ես հասկանում եմ, երբ որ երկիրը 200 միլիոն է, 400 միլիոն է, նորից եմ կրկնում, 2.7 միլիոնը չի կարող վատ ապրի, ունենալով այն ռեսուրսները, որ մենք ունենք, չի կարող վատ ապրի, որտեղ նորից եմ ասում, չունեցանք մի իշխանավոր, ցավոք սրտի մեր պատմության մեջ, եթե մեկը եղել է իրոք լավ իշխան եւ փորձել է զարգացնել իր երկիրը,
Ցավոք սրտի շատ դեպքերում մենք ինքներս ենք այդ մարդուն ոչնչացրել։ Ուզում եմ ասեմ, մենք ունենք ապագա, դեռ այսօր ուշ չի, դրա համար խնդրում եմ, միավորվենք, ու նորից եմ կրկնում, չի նշանակում, որ ես կարելու եմ վերցնեմ, զանգեմ ինչ-որ մի կուսակցության ցուցում տամ, ես դրա մասին չեմ խոսում, հավատացեք, ես իմ կյանքի մեջ շատ ցուցումներ եմ տվել, դրա սովածությունը չունեմ, ես շատ հարգում եմ մեր ՍՄԻ-ի և ժուրնալիստներին, բայց ցավոք սրտի պետք է ասեմ, այսօրվա ղեկավարը այն ժուրնալիստներից է, որը ժամանակին փողով հոդված էր գրում, փող էին տալի, հոդված էին գրում, թող ասի չէ, ապացուցեմ, ու այսօր այդ մարդիկ մեզ ղեկավարում են, մարդիկ, որոնք կներեք, որ բառն եմ ման գալի, որ չհայոյեմ, կներեք, բառն եմ ման գալի, ոնց են ասում, մեծերի համար կինոներում էին նկարվում, այսօր երկրի ղեկավարներ են, մարզերի ղեկավարներ են, հասկանում եք ինչ է կատարվում, մենք հայ ժողովուրդս, որը ամբողջ կյանքում հենվել են գիտության վրա, որը մենք ձգտել են գիտություն ստանանք, մեզնով կներեք թափթփուկներ են հետ ղեկավարում, իրոք անգրագետ մարդիկ, հավատացեք, պայքարելու ենք, դրանք շանս չունեն, ուղղակի շանս չունեն, ով որ չի հասկանում այսօր այդ քննիչները, դատախազները, չգիտեմ, այն մարդիկ, ով որ այսօր չի հասկանում, որ սրանց վերջի ձկան թպրտոցն է, այն որ ձուկը ջրից հանում ես, վերջի թպրտոցն է, վերջին թպրտոցը, գնալու են սրանք, որ դա չի հասկանում, ուրեմն ոչ մի բան քաղաքականությունից չի հասկանում։ Դրա համար խնդրում եմ, նորից եմ խնդրում, եկեք միավորվենք, մենք հաղթելու ենք, մենք պայքարելու ենք, քանի որ ազգեր, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, բայց ազգեր, որոնք հանձնվում են, վերանում են, շնորհակալություն։